Այդ ասողները Նիկոլ Փաշինյանին հունից հանում է ընդդիմության այն պնդումը, թե միայն ընտրակեղծիքներով ու վարչական ռեսուրսի անխնա կիրառմամբ է նա կարողանալու վերարտադրվել 2026-ի ընտրություններում։ 2018 թվից հետո Հայաստանում քանի ընտրություն է կեղծվել։ Ընտրություն կեղծելը միայն քվյատուփերը լցոնելը չէ, հակադարձում է Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանը։ Ըստ նրա, հայկական ժամանակի նախկին խմբագիրը հաճախ խմբագրել է տեղական ընտրությունների արդյունքները։ 5 տարի մենք տեսնում ենք ինչպես են խմբագրվում ընտրությունների արդյունքները։ Գյուրեղյանը բացատրում է Վանաձորի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Գյումրիի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների հաղթանակից հետո շինծուկ հրեական գործերով բանտարկվել են ընտրված համայնքապետերը։ Իշխանությունը չի համակերպվել ժողովրդի ընտրության հետ։ Եթե ընտրությունները չեք կեղծել, ուր է այսօր Գյումրու համայնքի ղեկավարը, ուր են, բայց եթե ընտրությունները չեք կեղծել, ընտրությունների արդյունքների իրականացումը չեք կեղծել, ուր է այսօր Վանաձորցու ընտրված համայնքի ղեկավարը։ Ըստ падգամավորի Փաշինյանը հիմա փորձում է ոչ միայն եվրոպական կառույցների, այլև մեր ժողովրդի աչքերին թոս փչել, երբ խորհրդարանի ամբիոնից քննադատում է ընտրական նախկին գործընթացները ու գովերքում իշխանության կազմակերպած ընտրական անթերի գործընթացը։ Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70 թե 120 քվեաթերթիկի վրա։ Այդ ասողները այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի։ Նրանք ովքեր մեզ ասում են, որ մենք բան ենք անում, որ մենք ընտրություն կարող է կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև տենց հազարավոր քվեաթերթիկներ կերել են այդ մարդիկ։ Հիմա եկել են ինձ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծել։ Հանրության աչքերին նրանք թոս փչել այլևս չեն կարողանում։ Դե այդ գյումրեցին, այդ վանաձորցին, այդ սիսյանցին ու ալավերցին գիտի ինքը ում է ընտրել եւ հիմա ով է ղեկավարում։ Այդ թոզը նրա աչքերի վրա այլևս չի աշխատում։ Հայաստան խմբակցության անդամը նկատում է նախ Վաղարշապատ համայնքի անօրինական խոշորացման գործընթացով, հետո նաև վարչական ռեսուրսի կիրառմամբ ՔՊ-ին հաջողվեց իշխանություն վերցնել այդ համայնքում։ Ու դրանից հետո էլ չի հանդուրժում ընդդիմադիր երկու խմբակցության ներկայությունը ավագանիում։ Գյուրեղյանի համոզմամբ հիմա Վաղարշապատում ընդդիմության հալածանքները վկայում են իշխանության վախերի մասին։ Եթե իրենք իսկապես կարողանային եւ համոզված լինեին, որ ընտրվելու են, այս ամենի առաջ չէին կանգնած լինի։ Նախընտրական շրջանում ընդդիմությունը պետք է քաղաքացիներին մի քանի հստակ մեսիջ հասցնի։ Պետք է զանգվածաբար գնալ ընտրատեղամասեր եւ ընտրել խորհրդարան անցնելու իրական շանս ունեցող ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ Ոչ մի դեպքում չհավատալ իշխանական քարոզիչների կեղծ թեզին, թե միևնույն է ՔՊ-ն հաղթելու է։ Իրենք խցանի նման դուրս են շպրտվելու այս իշխանություններից։ Կարնե Մանգասարյան, Արփի Սուքիասյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։